Լինում է որ սաղ օրը առավոտվանից ինչ որ լարվածություն կա, ոչ ես ջոգում ինչից է, որտեղ ինչ որ կոնկրետ պատճառ չկա, պրոստը զարթնելու պահից սկսած արդեն ոնց որ մի բան այն չլինի, ու սաղ օր ամեն ինչը այտենց է շարունակվում, ասենց մի տեսակ տոլի դու ես այդ ռեակցիան տալիս են ամեն ինչ որ լինում է, ոնց որ կարող է ուրիշ օրին է ինչ որ բացասական բան լինի, ինչ որ թեթև բացասական, բայց դու դրան արժեք չտաս ու տենց անցնի գնա, իսկ տենց օրերին քո լարվածության պատճառով ավելի արժեք ես տալի ու քեզ թվում է բացասական, չգիտեմ որն է այդ տարբերակներից, բայց ամեն դեպքում լինում է որ տենց ինչ որ թարս լինի սաղ օրը ու ես չգիտեմ տենց այդ օրինաչափությունը իրոք կա թե իմ մոտ է պարանոյա, բայց ոնց որ լինում է որ ինչ որ լավ օր լինի, ավելի ճիշտ չէ, կարոջը երբ որ ինչ որ տենց վատ օր է լինում, որ պրոստը օրն է տենց, երբ որ տենց սաղ մի տեսակ թարսոտ է գնում ու ես էլի սկզբանե լարված եմ այդ ամեն ինչ պատճառով, ես ջոգում եմ որ այսօր որ սենց է, վաղը կամ մյուս օրը հոյակապ օր է լինելու ու տենց էլ լինում է, չգիտեմ, խի, միգուցե ես եմ գժվել ուղղակի շատ եմ սկսել ինչ որ բաների ուշադրություն դարձնել կամ ինչ որ բաներ ման գալ, բայց ամեն դեպքում ինչ որ բայ թվում է թե տիպ պարանոյա է, բայց մյուս կողմից այն մոմենտը կա, որ շատ հաճախ ելնում է որ տենց օրերին ծանոթներիդ հետ ես ինչ որ խոսում ու ջոգում ես որ բոլորի մոտ մի տեսակ այդ օրը ինչ որ այդքան էլ լավը չի, լավ բոլոր չասեմ, բայց շատերի մոտ էլի, ուտեղ էլ կարելի է մի կողմից մտածել որ պրոստը համընկնում է, իսկ կարելի է մտածել որ չգիտեմ ինչ կարելի է մտածել, բայց կարելի է մտածել որ սաղ իրար հետ կապ ունի вообще այս աշխարհում ու տենց ինչ որ բաների պատճառով, պրոստ չգիտեմ դաժե ինչերի պատճառով, բայց դաժե այդ կարևոր չի, երևի ինչ որ բաների մեջ խորացած մարդիկ ինչ որ պատասխաններ կունենան դրան, չգիտեմ ինչքանով ճշմարիտ ինչքանով չէ, բայց կունենան ամեն դեպքում, բայց ես ավելի շատ նրա վրա եմ ուզում ֆիքսվում, որ չի դզում պրոստը էդ էլի, որ չես կարում տենց օրերին ոչ մի բան անել, ես նաև մտածում եմ, որ ոչ մի բան անել նկատի ունեմ, որ չես կարում ուշադրություն չդարձնես, դաժե եթե ուշադրություն չես դարձնում, մեկը սաղ դարս է գնում, խոսքի փորձում ես ավելի լավ տրամադրվես, փորձում ես չոր հավես բաներ անես, որ տենց ծրվի սաղ, բայց մեկը այդ հավես բաներն է հավես չեն ստացվում, ու ես մտածում եմ, որ միգուցե ուղղակի ենթագիտակցորեն, ոնց որ դու գիտակցության ես համոզում, որ всё, այս պայից սկսած սաղ օքեյ է, բայց ենթագիտակցորեն մեկը քո մեջ մնացել է այդ բանը, որ всё-таки էս ինքնախապեյությունն է ու իրոք անկապասախ ստացվելու։ Երևի всё-таки կա այդ բանը նաև։ Դեռ չգիտեմ, հակառակ ուղղությամբ մտածում, որ միգուցե ինչ որ բայ պրինցիպի կարա դաժե սաղ լավ լինի, բայց քանի որ քո մեջ այդ միտքը արդեն կա, դու այդ բացասական բանը անդադ ոնց որ մեջդ ֆռում է ու լյուբոյ բան արդյունքում ինչքանով որ քեզնից է կախված, այդքանով էլ վատ է լինում, որտեղ դու վատ ես տրամադրված։ Որտեղ իմ մոտ այդ միտքը լինում է, որ տենց օրը թարս է լինում, ու ասենք իրիկունը ինչ որ անելիք եմ ունենում, սենց օրվա կեսին արդեն մտածում եմ դե էդ էլ է հեսա քաք մեջ լնելու, բայց իրականում միգուցե կարար եւ տենց չլներ, չգիտեմ։ Պրոստը իմ տրամադրվելու պատճառով է տենց արդյունքում այդ բանը, որ կարար այդքան վատ չլներ, մեկը էլի լարվածության պատճառով փչանում է։ Աշուն չգիտեմ, բայց ոնց կողմից չեմ սիրում խորանալ տենց բաների մեջ ու տենց բաներով հարցերին պատասխանել, ոնց որ ես չգիտեմ ինչքանով է տենց, ինչքանով չէ, ինչքանով դրա մեջ ճշմարտություն կա, որ ոսկի սաղ իր հետ կապված է, որ եթե տենց այդ օրը տենց վատ, ուրեմն տենց վատն է շարունակվելու եւ այլն, չգիտեմ ճշմարտությունը ինչու, որ ճշմարտությունը վստահ եմ չեմ իմանալու երբեք, բայց ես ավելի շատ գերադասում եմ ֆիքսվել նրա վրա, որ ինձնից է կախված ամեն ինչ, ինչքանով որ կարող ինձնից կախված լինի, որտեվ հակառակ դեպքում
Զգում եմ, որ կարող է ինչ-որ անգործության մատնվեմ, պրոստը լրվեմ, ասեմ դե եթե պտի լավ կլինի, եթե չէ։ Իսկ ես ուզում եմ ինչ-որ բան անել։ Ու նաև ուզում եմ հավատամ, որ ինձնից կախված է վсё-таки ինչ-որ բան։ Ոնց որ դաժե եթե կախված չի, ես ուզում եմ հավատամ, որ կախված է։ Երևի որ իմ կարևորությունը ինչ-որ ձև հաստատեմ դրանով իմ գոյության կարևորությունը։ Ոնց որ որտեղից այս ահռելի աշխարհում ասես շատ պստիկ ես ու ջոգում ես ինչքան չնչին ես դու քո գոյությամբ, գոնե ուզում ես վсё-таки մի քիչ ինչ-որ քո կարևորությանը հավատաս, էլի, գոնե մի քիչ, գոնե քո կյանքի շրջանակներում։ Ու դրա համար ավելի գերադասելի է իհարկե որ ինչ-որ մի բանի վրա կարողանաս ազդես, քան որ ամեն ինչ տեղի ունենում ուղղակի ոչ որ քեզնից ոչ մի բան կախված չի։ Հետո ինչ-որ բավարարվածություն էլ է տալիս, երբ որ հավատում ես, որ քեզնից կախված է, вообще որևէ բան այս կյանքում, ինչ-որ բան ես անում, ու արդյունքից գոհ ես, դու քեզ լավ ես զգում, որ ես կարայի դա չանեի, բայց արեցի ու լավ եղավ, եթե չանեի, լավ չէր լինի։ Ոչ թե մտածես, որ ես էդի արեցի, որտեվ չէի էլ կարա տենց չանեի, որտեվ տենց է պիտի լիներ, սաղ տենց է գծած եւ այլն, այդ վաղտ արդեն այդքան հավես չի քո այդ գործողության կարևորությունը ոնց որ։ Բայց դե մյուս կողմից այդ պահը որ կա, որ ամեն ինչ լինում է նենց ոնց պիտի լինի եւ այլն, ոչ որ մեզ կախված ինչ որ բաներ։ Դա նաեւ մեկ այն հավես բանն եմ նկատում, որ էֆեկտ բաբաչկի մոմենտ է, էլի, որ ինչ որ բաներ է լինում, որ ջոգում ես, որ եթե այս պահին այս քայլը չանեի ու հետո այն մյուս քայլը չանեի, այս երրորդ բանը չի հանդիպի вообще, որը կապ չունի իմ հետ, էլի, то есть ինչ որ երևույթ կարա լինի, ինչ որ իրավիճակ, ինչ որ մարդ, որ եթե դու այդ քայլերը չանեիր, դա չէր լինի։ Ու այդ վաղտ sense մտածում ես ինչ հավես բան է վсё-таки կյանքը, թեկուզ մեզնից անկախ, թեկուզ մեր ինչ որ բանը մի կողմ դրած։ Ոնց որ այդտեղ էլ կա այդ պահը, որ տիպ այդ քայլերը ես եմ արել, որոնց արդյունքում որ հասել ենք այդտեղ, բայց սա տարբերությունն այն է, որ այդտեղ չգիտակցված է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Ոնց որ դու չես կարա քեզ գովաս դրա համար, ասես այ ապրեմ ես որ այս քայլերը արեցի, որտեվ դու չունեիր այդ նպատակը այդ կետին հասնելու։ Դա ավելի շատ դզում է այդ պատահականությունը ու տենց բաների մեջ է հենց կակրած զգում ես ինչքան փող կապակցված է սաղ, որ այս կարևոր իրադարձությունը որ եղավ, չէր լինի, եթե ես չանեի ինչ որ вообще դրա հետ կապ չունեցող ուրիշ ինչ որ բան։ Вообще ինչքան այս պահից ու հենց քեզնից sense կտրվում ես, ավելի ընդհանուր ես նայում, այնքան կյանքը ավելի հետաքրքիր ու հավես է թվում։ Ոնց որ եթե քո անձնական տեսանկյուն մի կողմ դնես, թե քո վրա ոնց է ազդում եւ այլն, էլ մի հատ ընդհանուր պրոստը ջոգես ինչա կատարվում ու չես կարա ջոգես ինչա կատարվում իհարկե, բայց որ մի հատ զգաս թե ինչքան բան է կատարվում, զգաս թե ոնց դու չես կարա զգալ ինչքան բան է կատարվում, դա հավես է։ Ոչ մի կողմից ոնց որ տխրեցնի, որ հարցերի պատասխաններ չես ստանալու եւ այլն։ Ու որոշում որ դու շատ սահմանափակ ժամանակ ես ստեղ ու շատ քիչ բան ես հասցնելու տեսնել, հասկանալ, զգալ եւ այլն, բայց մեկը մյուս կողմից հավես է, որ դու անենց մի հատ ինչ որ հազոր բանի մեջ ես գտնվում, որ դու ունակ չես դաժե դա հասկանալ։ Որտեղ ոնց որ մի քիչ ինչ որ պատասխանատվություն գցի դաժե վրիցդ, դեռ դու մեկը գիտես որ չես հասկանալու ու ինչ որ պահի էլի փորձում ես հասկանալ, բայց այդ հասկանալը գցում ես երկրորդ պլան, ավելի շատ փորձում ես տրվես ուղղակի կյանքին, գիտակցելով որ
չես ջոգելու մեկը, էլի ամեն ինչ։ Դուս իմաստ չկա կենտրոնանալ մենակ նրա վրա, որ հասկանաս ամեն ինչ, որտեղ ի սկզբանե գիտես, որ չես հասկանալու, չես կարող հասկանալ, չես հասցնի հասկանալ։ Դες դաժե այն ինչ որ կարաս հասկանալ, չես հասցնի։ Այդ հասկանալն է զուտ բանը։ Փորձը ինչ որ ավելի քիչ տխրելու անիմաստությունից։ Ոնց որ համ կա իմաստ, համ չկա։ Ոչ ֆիքսվես իհարկե նրա վրա որ կա, որ ավելի ուրախ լինի կյանքը, բայց այն ինչի մեջ որ կա իմաստ, այդ ոնց որ դու պրոստը դրանց տալիս ես իմաստ, իսկ այն ընդհանուրը ոնց որ կան ինչ որ ընդհանուր իմաստներ, բայց դու քո անձնական տեսանկյունից մեկը կյանքի իմաստի մասին է խոսքս։ Դու քո անձնական տեսանկյունից մեկը դրանք արժեզրկում ես, որտեղ դրանք քեզ բավարարիչ չեն։ Ու գլոբալ այդ դրանք էլ ինչ որ հարցի պատասխան քեզ չեն տալի, էլի։ Ոնց որ շատ ենթադրենք դու կաս, որ բանը սերունդ շարունակես կամ ինչ որ էվոլյուցիայի մասն ես եւ այլն։ Դաժե եթե դա ընդունես, բայց քո անձնական տեսանկյունից նայում ասում ես, հա ինչ, ոսկի ինչի սա պետք, ինձ դա պետք չի вообще։ Ուրիշ հարցը որ կարող քեզ պետք չի, բայց գլոբալ էդի պետք է, այդ ընդհանուր իմաստն է։ Բայց այդ ընդհանուր իմաստը քո անձնական տեսանկյունից կարող անիմաստ լինի քո համար։ Իսկ այն ինչը որ իմաստ կարող ունենա քո համար, հենց անձնապես, այդ էլ քո տված իմաստներն են ուղղակի, որը ոնց որ միջոց լինի խուսափել այն ընդհանուր անիմաստությունից։ Նշում մի 100 անգամ իմաստ բառը ասացի, բայց ինձ թվում է ինչ որ միտք կար դրա մեջ ամեն դեպքում։ Ոդաժ այդ անձնական իմաստավորելը կյանքը, այդ էլ այնքան այդի անկայուն բան է, էլի ոնց որ այդ ընդհանուր իմաստը ինքը ինչ որ կայուն բան է, որը կարող մենք չենք ջոգել, բայց ինքը կա, то есть մի բան կա, բայց կարող չենք ջոգել ու երբեք չենք ջոգելու։ Իսկ անձնականը դա շատ անկայուն է, որտեղ շատ կապված է քո հոգեվիճակից, քո կյանքի էտապից, նրանից թե ինչ է տեղի ունենում քո շուրջը եւ այլն եւ այլն։ Ու այդքանից հետո չգիտեմ ինչքանով կարելի է դա անվանել իմաստ։ Ոնց որ իմաստը ինձ թվում է կայուն ինչ որ գաղափար է, իսկ մի բան որ կապված է պրոստը իրավիճակից, չգիտեմ։ Բայց դա էլ ոնց որ միջոց լինի պրոստը պոզիտիվ լինելու։ Вообще ինձ թվում է այդ ինչ որ օպտիմիզմ է, էլի այտենց պստիկ իմաստներ գտնելը։ Դա չեմ ասում վատ է, բայց ոնց որ նես տպավորությունը որ լավ կյանքից չի, որ փորձում են մարդիկ իմաստավորել կյանքը։ Իչոմ դա հաճախ լինում է չգիտակցված, ոնց որ դու պրոստը զգում ես ինչն է կարևոր, բայց նաև լինում է գիտակցված ու այդ գիտակցվածը ինձ թվում ավելի տխուր է, երբ որ ոնց որ երբ որ չգիտակցված է ալնում դու պրոստը տենց ի սկզբանե վստահ ես որ տենց է պետք է անես, տենց է պետք է գնաս, որտեղ գիտես ինչն է քո համար կարևոր։ То есть դու այդ անիմաստությանը չես է բախվել։ Իսկ գիտակցված ինձ թվում է հենց անիմաստությանը բախվելուց հետո է ալնում, որ դու ասում ես լավ, ես անիմաստությունը մի կողմ, բայց բեր ես հիմա իմ համար ինչ որ բան հնարեմ ստեղ։ Դա տարօրինակ process է, էլի իրականում իմաստավորելը տենց արհեստական, նոր խոսքի դնես, մտածես, ինչ կա քո կյանքում, կամ ինչն է բացակայում, բայց քեզ պետք է, քեզ դրանց լավ կլներ ու հասկանաս, որն ամենակարևորը դրանցից, խի ամենակարևորը դա, ու որոշես, всё, կյանքի իմաստը, սրանից հետո ընտանիքն է, կամ կարիերան է, կամ չգիտեմ ինչն է։ Ոնց որ շատ արհեստական է, էլի ստացվում տենց ընտրություն կատարելը։ Բայց եթե այդ մարդուն ավելի լավ հոգեվիճակի մեջ է գցելու, քան եթե ինքը անիմաստության հետ համակերպվեր, թող լինի տենց։ Որտեղ մեկը բան չկա, էլի ինչ որ
ինչ-որ խաղ չի, որ հասնես ավարտին, ու ինչ-որ անցնես մյուս level կամ նման բան, ոնց որ մեկը որ ուղղությունն է բռնես, ավարտը նույնն է ալնելու սաղի համար ու լինելու է անխուսափելի, ոնց որ պրոստը պետք է գտնել ինչից է հավես ու տենց անել։ Կարող է ինչ-որ մեկին օրինակ անիմաստությունն է ավելի հավես, ոչ թե հավեսավոր հաճույք է ստանում, այլ արհեստականորեն ինչ-որ իմաստներ գտնելը կարող է մարդու համար այնքան անբնական է ու կեղծ է, որ իրան ավելի լավ է ինքը տենց դաժան իրականության մեջ ապրի, քան պոզիտիվ ինչ-որ ստի։ Ու իտոգում դաժե է դժվար հասկանալ ինձ թվում է, թե որն է քեզ լավ էլի։ Ոնց որ կարող է դու ճշմարտության հետևից ընկնելով մերժես լյուբոյ բան, արհեստական ստեղծած իմաստ, բայց դրա հետ մեկտեղ քեզ շատ վատ լինի։ Ու դու ընդունես այդ վատը, դու համարես, որ ինձ վատ է, որտեվ էսա իրականություն, ես բախվել եմ իրականությանը ու իրականությունը վատն է, դաժան է։ Դու վատը չէ, բայց դաժան երևի է։ Ու տենց ապրես, բայց քեզ վատ լինի։ Կամ կարաս ուրիշ ձև անես ու քեզ լավ լինի, բայց երես թեքես ճշմարտությունից, բայց այդտեղ էլ հարց է, որն է ավելի լավ մարդու համար էլի, տիպա դաժան իրականությունը, թե քաղցր սուտը, ինչպես ասում են։ Կամ է գուցե հնարավոր է տարանքում մի բան գտնել, որ համ իրականությունը ընդունես, համ ինչ-որ իմաստ տեսնես այդ ամեն ինչի մեջ, կարող է հնարավոր է, բայց երևի դա ամենադժվարն է այդ սաղից։ Ոնց որ երկուսը պատկերացնում եմ լրիվ, իսկ այդ մեկը պատկերացնում եմ որպես գաղափար, բայց ոնց որպես ինչ-որ ուղղություն այդքանը չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է այլ այդտեղ գնալ։